lebt auf großem Fuß. Գերմանական հանրային հեռուստատեսության եթերում Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանի մասին հրապարակված շուրջ 2 րոպեանոց երգիծական հոլովակը դիվանագիտական ճգնաժամի պատճառ է դարձել պաշտոնական Անկարայի և Բեռլինի հարաբերություններում։ Էքստրա 3 հումորային հաղորդման ժամանակ ցուցադրված տեսահոլովակում քննադատվում է նախագահ Էրդողանի քաղաքականությունը, մասնավորապես Թուրքիայում մարդու իրավունքների և մամուլի ազատության հարցում։ Լրագրողը, որը գրում է այն մասին, ինչը դուր չի գալիս Էրդողանին, հաջորդ օրը հայտնվում է ճաղերի հետևում, նշվում է հոլովակում։ Թուրքիայի նախագահին ծաղրող երգում անդրադարձ կա քրդերի նկատմամբ նրա քաղաքականությանը, ինչպես նաև սիրիացի փախստականների խնդրին։ 2 շաբաթում ավելի քան 4 միլիոն դիտում ապահոված հոլովակը այնքան է զայրացրել թուրքական իշխանություններին, որ Թուրքիայի արտգործնախարարությունը Անկարայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանին հրավիրել է բացատրություն տալու։ Թուրքական իշխանությունների բարձրացրած աղմուկին խիստ արձագանքել է պաշտոնական Բեռլինը։ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Ուզբեկստան կատարած այցի ժամանակ անդրադարձել է այս թեմային։ Թուրքական Ջումհուրիեթի հաղորդմամբ Շտայնմայերը Թուրքիային կոչ է արել հարգել եվրոպական արժեքները։ Կարծում եմ, Եվրամիության գործընկեր երկրից կարող ենք հարգանք ակնկալել մեր ընդհանուր եվրոպական արժեքների նկատմամբ, ասել է գերմանացի նախարարը, հավելելով, որ հումորը և արվեստը պետք է հարգել այնպես, ինչպես մամուլի և խոսքի ազատությունը։ Գերմանիայի արտգործնախարարության մամուլի խոսնակը, պատասխանելով երգիծական հոլովակի մասին հարցին, նշել է, որ չնայած Թուրքիայի հետ ընդհանուր շահերին, մամուլի և խոսքի ազատության հարցը քննարկման ենթակա չէ։ Իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, քննադատելով Թայիպ Էրդողանին, հայտարարել է, որ ճիշտ չէ համարում ընդամենը մեկ երգիծական երգի պատճառով Գերմանիայի դեսպանին արտգործնախարարություն կանչելը։ Յունկերը նաև նշել է, որ նման պահվածքը Թուրքիային հեռացնում է Եվրամիությունից։ Ֆրանս պրեսի հաղորդմամբ թուրք դիվանագետներից մեկը, որի անունը չի նշվում, հայտնել է, որ պաշտոնական Անկարան գերմանական հեռուստաալիքից պահանջել է հեռացնել Էրդողանին ծաղրող սկանդալային տեսահոլովակը։